Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլ Փաշինյանի թե Վլադիմիր Պուտինի վիճակագրական տվյալներն են ավելի ճիշտ։ Երկրների ղեկավարների ներկայացրած թվային ցուցանիշներում շեղումը մի քանի զրոներով է։ Եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ, պետք է ասենք 1 միլիարդ, ասի 11, ասենք 11։ Сколько сейчас товарооборот? Ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ որքան է կազմում։ Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար։ Որքան։ 4 միլիարդ դոլար։ Ոչ, ավելի շատ։ Нет, больше. Փաշինյան-Պուտին սեպտեմբերի տետատետ հանդիպումն է։ Պուտինն այստեղ էլ թիվ հրապարակեց, որ 24 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 11.7 միլիարդ դոլարի է հասնում։ 2024-ի հունվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստան-Ռուսաստան փոխադարձ առևտրաշրջանառության տվյալներն ենք նայում, այն կազմել է 12 միլիարդ 401 միլիոն դոլար։ Անցած տարի 9 միլիարդ էր։ Примерно 9 միլիարդ։ Անցած տարի ավելի շատ էր։ Ավելի ուշ Պապոյանը գրառում կատարեց, որ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել, որ նա հրապարակել է վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը, եւ հետեւաբար ըստ Պապոյանի Փաշինյանի ներկայացրած թվերը ճիշտ են։ Փաշինյանի ներկայացրած թվերը սակայն այդքան էլ չհամընկան վիճակագրական կոմիտեի տվյալների հետ։ Դա իրենց գրառումներում փաստեցին նաեւ ԿՊԱ-ական տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Նախ 2025-ի հունվարից օգոստոս Ռուսաստանի եւ Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է ոչ թե 4, այլ 4 միլիարդ 500 միլիոն դոլար, իսկ Դուշանբեում հայկական կողմից 4 միլիարդը նշվեց։ Եվ հետո ըստ տնտեսագետների նմանատիպ հանդիպումներում պաշտոնյաները իրենց ձեռքի տակ նաեւ պետք է ունենան գոնե տվյալ ամսվա սկզբի համար ցուցանիշային տվյալները։ Երկրի ղեկավարը ոչ թե պիտի առաջնորդվի այդ պահին վիճակագրության սայթում հրապարակված տվյալով, այլ պիտի առաջնորդվի իրական հոկտեմբերի 1-ի դրությամբ տվյալով։ Վիճակագրորեն որոշակի բաներ սխալմունքներ լինում է։ Արտաքին առևտրի հետ հսկիչ գների կիրառման հետ կապված։ Իրականությունը այն է, որ մեր 24 թվականի արտահանման 75%-ը եղել է վերարտահանում։ Հիմա այստեղ խնդիրը ինչ է, որ մեր կառավարությունը շահարկում է այս թվերը եւ ցույց է տալիս 13.1 միլիարդ դոլար, հենց որ մի տեսանկյունից է փորձում ցույց տալ մեր ընդհանուր աճը, բայց քանի որ 25 թվականին արդեն այդ վերարտահանման ցուցանիշները իջի կսեն եղել, շահարկում են, որ տեսեք, այս ընդհանուր արտահանման մեջ այն ոսկուն, որ եղել է, դա հաշվի չենք առնում։ Իսկ 24 թվականին հաշվի ենք առնում, որտեղ դա աճ է ցույց տալի։ Այնուամենայնիվ Հայաստանի իշխանական թևը կասկածում է այս տարվա արդյունքներով առևտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի։ Սեպտեմբեր-դեկտեմբերին հրաշքի դեպքում ըստ ԿՊԱ-ականների հնարավոր է ապահովել այդ ցուցանիշը։ Ոսկու շրջանառություն էր տեղի ունենում, որից ես անցած տարի եմ ասել, նախանցած տարի եմ ասել, այս տարի եմ ասել։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Անցած տարի ավելի շատ էր։ Ակնհայտ է, որ այս տարի էլ ավելի շատ կլինի։ Իշխանականները հորդորում են Հայաստան-Ռուսաստան վերջին 2-3 տարիների ապրանքային առևտրաշրջանառության թվերին խիստ վերապահումներով մոտենալ, բացատրելով, որ այդ ցուցանիշներում ներառված են նաև վերարտահանումը։ Նիկոլ Փաշինյանը գոհ է Ալիևի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումից։ Նրա խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այժմ ընթանում է այդ խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը։ Վարչապետը նաեւ ընդգծել է, որ իր համար Զանգեզուրի միջանցք հասկացություն գոյություն չունի։ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով հաղորդակցման ուղիների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով հիշատակվել է միայն Թրամփի ուղին, առանց այլ տարբերակների։ Սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետքա ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետքա ընդունվի նախագիծը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետքա հասնի տրամաբանական հաջորդ փուլին, բայց ելի ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որը արձանագրված է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում։ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև կարող են զարգանալ նոր ներդրումային եւ բիզնես կապեր։ Այս մասին քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հանդիպման ընթացքում։ Կողմերը խոսել են ներդրումների խթանման եւ գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ գործընկերությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումները եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ստացած աջակցությունը։ Էլինա Վալտոնեն շնորհավորել
կարևորել է խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կարևոր հնարավորություն է բացում Հայաստանի տնտեսության եւ տարածաշրջանի գործակցության համար։ ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում կարևոր ուղերձ է հնչեցրել։ Էլինա Վալտոնենը հանդիպել է Արարատ Միրզոյանին, նա ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը լուծարել Մինսկի խումբը։ Վալտոնենը ասել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա նշել է, որ պետք է աշխատել այնտեղ, որտեղ հնարավոր է հասնել իրական արդյունքի։ Վալտոնենը ասել է, որ այժմ ամենակարևորն է ամրապնդել խաղաղության գործընթացը։ Նա ընդգծել է, որ արդեն արված քայլերը խոստումնալից են։ Վալտոնենը նշել է, որ այդ քայլերը պետք է շարունակվեն, որպեսզի տարածաշրջանում լինի կայուն խաղաղություն։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն 3 նաեւ Շարմ Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հաշվառման տարբերակը կփոխվի։ Պարզվում է, մինչ այս հաշվառվող տարբերակը հակասել է միջազգային ստանդարտներին։ Արժույթի միջազգային հիմնադրամը նախապայման ունի։ Հայաստանը պետք է ավելի հասկանալի լինի միջազգային պարտատոմսեր ձեռք բերող կազմակերպությունների համար։ Ըստ ֆինանսների նախարարության նախագծի հավանության արժանանալու դեպքում Հայաստանի պետական պարտքի չափը փոփոխություններ կգրի։ Մոտ 2%-ով մեր պետական պարտքը ցուցանիշը իջնելու է, հիմնականում կենտրոնական բանկի պարտավորությունների հաշվին եւ մոտավորապես 0.2%-ը, այդ 2%-ի մեջ դա երաշիկներն են։ Գերմանիան Հայաստանին 84.6 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրի։ Համաձայնագրերից մեկով նախատեսված է 69 միլիոն եվրո, որից 3 միլիոնը դրամաշնորհ է, 66 միլիոնը վարկ, իսկ մյուս տեխնիկական համաձայնագրով նախատեսված 15.6 միլիոն եվրոն դրամաշնորհ է։ Ի սկզբանե ծրագրի մեջ շատ մեծ բաղադրիչ է ունեցել արևային պանելների տեղադրում արտադրությունը, բայց հետագա նաև զարգացումները ցույց են տվել, որ սա ըստ էության արդեն ծրագրի կոմպոնենտ է միայն եւ ոչ ամբողջական մաս։ Հիմա արդեն մեծ շեշտադրում ենք դնելու կուտակիչ կայանների վրա։ Եթե կուտակիչ կայան գումարած արևային պանել այս համակարգն է աշխատելու, արդեն այդ կոմպոնենտի վրա ենք։ Ըստ էկոնոմիկայի նախարարի այժմ բիզնեսի էներգախնայողության մեջ մեծ բացեր կան, ընդհուպ մինչև էներգետիկան վտանգային հարցեր։ Հայ-գերմանական նոր համաձայնագիրը ուղղված է նաև տվյալ հարցերի ճիշտ եւ համակարգային լուծմանը։ Բաքուն խաղաղություն է տեսնում սահմանադրության փոփոխության մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարար ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Բայրամովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման հաջորդ քայլերից մեկը պետք է լինի Հայաստանի սահմանադրությունից տարածքային պահանջների վերացումը Ադրբեջանի նկատմամբ։ Կողմերը նաև խոսել են տարածաշրջանային համագործակցության մասին։ Մասնավորապես ընդգծվել է Թրամփի երթուղու TRIP նախագծի կարևորությունը տնտեսական կապերի վերականգնման եւ կայունության ապահովման տեսանկյունից։ Ադրբեջանը դա համարում է կարևոր գործիք խաղաղության եւ բարգավաճման ճանապարհին։ Եվրոպական միության եւ Շենգենյան գոտու արտաքին սահմաններում սկսվել է մուտքի եւ ելքի նոր թվային համակարգի ներդրումը։ Շենգենյան գոտի առաջին մուտքի ժամանակ համակարգի գործարկումից հետո անձը կանցնի ընդլայնված գրանցում, որը կներառի կենսաչափական տվյալների հավաքագրում, դեմքի պատկերի եւ 4 մատնահետքերի տեսքով։ Հետագա սահմանահատումների դեպքում գործընթացը կլինի ավելի պարզեցված եւ արագացված, քանի որ կենսաչափական տվյալները կհամեմատվեն արդեն թվային տեղեկատվության հետ։
Բանակցությունների արդյունքում Գերմանիայի կողմից Հայաստանին կտրամադրվի 84.6 միլիոն եվրո դրամաշնորհ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի, քննարկումների հիմնական շեշտադրումը եղել է վերականգնող էներգետիկայի էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։ Հոկտեմբերի 8-ից 12-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի չափը 1.1-ից 4.7 անգամ, առավելագույնը Նոր-Նորքում եւ Շենգավիթում։ Բոլոր վարչական շրջաններում հոկտեմբերի 9-ին գրանցվել են առավել բարձր ցուցանիշներ։ Ծծմբի երկօքսիդի գերազանցումներ արձանագրվել են մի շարք շրջաններում, այդ թվում Նուբարաշենում։ Միևնույն ժամանակ օզոնի եւ ազոտի երկօքսիդի գերազանցումներ չեն արձանագրվել, բացառությամբ որոշ օրերի աճի։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում թանկարժեք մետաղների գնի աննախադեպ բարձրացում է արձանագրվել։ Ամենաբարձրն 999 հարգի 1 գրամ ոսկին հիմա շուկայում վաճառվում է 48000-ից 50000 դրամ։ Հոկտեմբերի 13-ին 1 գրամը վաճառվում էր 55000 դրամ։ Հայաստանում ոսկու առքու վաճառքով զբաղվողները ավելի շատ խնդրի առաջ են կանգնել։ Հիմա ոսկի վերավաճառողները թանկարժեք մետաղը գնում են 2-ից 3 անգամ ավելի շատ գնով եւ դժվարությամբ են այն կարողանում իրացնել։ Ըստ տնտեսագետների ոսկու եւ ընդհանրապես թանկարժեք մետաղների գնի բարձրացումը պայմանավորված է Ամերիկայի արտաքին տնտեսական քաղաքականությամբ, տարիֆներով, ինֆլյացիոն սպասումներով։ Այս ընթացքում քաղաքական, տնտեսական անորոշությունները ստիպում են ներդրողները սովորաբար այդ շրջաններում ոսկու մեջ են ներդրում, այսինքն մենք դուրս են գալիս ուրիշ ակտիվներից ոսկի են գնում, այն փուլերում, երբ որ բացի ինֆլյացիոն սպասումներ են կամ անորոշությունները մեծ են, ոսկու գինը աճում է, որտեղ պահանջարկը մեծանում է։ Հայաստանի իրավապահ մարմինները կանխել են թմրանյութերի խոշոր խմբականակի Մաքսանենգ ներկրումը Իրանից։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվել է 3 անձ։ Նրանցից մեկի մեքենայից հայտնաբերվել է շուրջ 8 կիլոգրամ թմրանյութ, այդ թվում 5 կիլոգրամ մեթամֆետամին եւ 3 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Գործողության շրջանակում ձերբակալվել է նաեւ 50-ամյա տղամարդ, ում մեքենայից հայտնաբերվել է ավելի քան 2 կիլոգրամ մեթամֆետամին։ Հոկտեմբերի 12-ին խուզարկվել է օտարերկրացու վարձակալած քոթեջը Էջմիածնում, որտեղ հայտնաբերվել է 238 գրամ հերոին եւ 144 գրամ ափիոն եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող նյութ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ Վիգեն Էլջեքջյանը կապ է հաստատել իր ընտանիքի հետ ու ասել, որ իրեն միայն կարտոֆիլ ու ծխախոտ են անհրաժեշտ։ Նրա կինը նշել է, որ օգնության է դիմել Սիրանուշ Սահակյանին, սակայն պարզվել է, որ ներկայումս չկա որևէ կազմակերպություն, որը կարող է սնունդ կամ այլ իրեր փոխանցել Վիգենին, ով Հայաստանի քաղաքացի է եւ առևանգվել է 2020-ի նոյեմբերին Արցախում եւ արդեն 3 անգամ հացադուլ է հայտարարել։ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության բողոքը եւ փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024-ի դեկտեմբերի 26-ի դատավճիռը, վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվեց 2 ամսով։ 1 ամսով կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ եւ առաջնորդարանի աշխատակիցներ։ Հարկային փոփոխությունները աշխատավարձերի վրա ազդեցություն չեն ունենում, եթե ունենում են, ապա դրական։ Նիկոլ Փաշինյանն է վստահեցնում ու հիշեցնում, 2018-ի դրությամբ Հայաստանում գործում էր եկամտահարկի եռաստիճան համակարգ։ Իր կառավարության օրոք այն համահարթեցվել է, ըստ այդմ աշխատավարձերի վրա եկամտային հարկը նվազել է։ Թոշակառուների համար դրական փոփոխություններ նույնպես տեղի են ունեցել այս ընթացքում, ըստ Փաշինյանի։ Արդեն մի քանի տարի հաջողությամբ գործում է կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, առաջիկայում այդ հետվճարի համակարգի վերադարձվող
տոկոսային հատվածը ավելի կմեծանա։ Անապահովության համակարգից տասնյակ տարիներ օգտվող բազմաթիվ ընտանիքներ կան հանրապետությունում, բայց վարչապետը նկատել է, որ դա նրանց կյանքում ոչինչ չի փոխում, միայն հանապազօրյա հացն է ապահովում։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն արդյունավետ եւ արտադրողական աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ վճարվող աշխատանքի միջոցով։ Իսկ լավ վճարվող աշխատանք կարելի է ունենալ միայն համապատասխան կրթություն ունենալու դեպքում, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Պարադոքսը հետևյալն է՝ մի կողմից Հայաստանում գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշներ կան, մյուս կողմից բազմաթիվ միգրանտներ հենց մեր երկիրն են նախընտրում աշխատելու համար։ Իհարկե, Փաշինյանը չի բացառում նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ մարդը աշխատի, բայց շարունակի աղքատ մնալ։ Պատճառը էլի կրթությունն է ու աշխատանքի որակը։ Վերջում օրինակով է փաստում՝ սեփական բիզնես սկսել հնարավոր է անգամ 60 տարեկանում։ Բեռնափոխադրողները կրկին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց, նրանք դժգոհել են դեպի Ռուսաստան մուտքի արգելքներից։ Հայաստանից մի քանի բեռնափոխադրողներ Ռուսաստանի մուտքի արգելք են ստացել, նրանք խախտել են թույլատրելի ժամկետը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրուցել է նաև էկոնոմիկայի նախարար Պապոյանը ու վստահեցրել, որ ամենաբարձր մակարդակով զբաղվում են խնդրով։ Հիշեցնենք, ըստ նոր փոփոխության առանց վիզայի ռեժիմ ունեցող քաղաքացիները կարող են մնալ 90 օր տարեկան։ Ճանապարհը փակ է լինում, ասենք Մոսկվա գնալ գալը, ասենք 6 օր է տևում, բայց մենք 20 օրում ենք գնում, հետո գնում գալիս, որովհետև ճանապարհները փակ է, գալիս ես հերթ ես կայնում, իջև հերթը հասնում է, գալիս ես անցնում ես, մի 10 քանի օր մենակ Ռուսաստանում մի անգամվա համար մնում ես։ Այսինքն 4 անգամ գնացիք։ 6 անգամ գնացիր, եկա 6-7 անգամ գնացիր, մաքսիմում է դի լրիվ սպառվում է։ Դու էլ չես կարալու այդպես։ Սա ամենևին էլ Վենետիկը չէ, Հայաստանում է Արմավիրի մարզում, մոտ 2 ամիս է Սիլիկյան փողոցում կոյուղատարի պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս ու լցվում ամբողջ թղամասում, հոտը մի քանի 100 մետրից է զգացվում։ Ամբողջ բնակիչները տեսնում եք, ամբողջ բնակիչները հայտնվել են կարելի ասել շրջափակման մեջ, կարշահոտ, հակասանիտարական վիճակ։ Էսի ցելիկոն փոխելն էսի միլիոնների ծախս է։ Ֆիլտրացիոն համակարգը գուզը գնաց։ Վնասվել է։ Բապլերի ջուր ալը։ Այս առավոտվանից այդ նասոսը դրած քաշել է, ցել ենք ստիված բասեինը։ Էս ի՞նչ է։ Մի քիչ ֆիլտրներն է սախ երևա։ Veolia ջուր ընկերությունում տեղյակ են, վստահեցնում են քաղաքացիները, պարզապես կոյուղատարը չեն փոխում։ Այս ամիսներին միայն Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանն են ինչ-որ ձևով օգնել, բայց խնդիրն ի վերջո պետք է Veolia ջուրը վերացնի։ Ամբողջ քաղաքի հոսքը գալիս է, ուրում տեսակ ինչա կատարում։ Լսում է լողավազանը տները, այսքան միլիոն դոլարների ծախսը վարի առաջ։ Եվ ինչ են պատասխանել։ Պատասխան չենք ստացել։ Շատ ենք տեղեկացրել, բայց պատասխան չկա։ Թեժ գիծել ենք զանգել։ Վիճակի մասին իմացել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։ Արմավիրցիները հուսով են, որ գոնե այս դեպքում արագ խնդիրը կլուծեն։ Ամենամեծ բասեիններից մեկն լավ։ Հոկտեմբերի 13-ին հակասանիտարական վիճակ էր նաև Հրազդանի կիրճում։ Կոյուղատարներ վնասվել ու կոյաջրերի հոսքի հետևանքով փլուզում եղել։ Հսկայական հողազանգվածն ու քարերը փակել էին ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Սա Veolia ջուրը եթե վերացի, պիտի ամբողջ այս 3 կիլոմետրանոց ճանապարհը պարտադիր լվացվի, որովհետև ահավոր կարշահոտ է գալիս։ Veolia ջուր ընկերության աշխատակիցը տրակտորով հեռացրել է ճանապարհին լցված քարերը։ Հոկտեմբերի 13-ին Մերսեդեսի Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված լուսակրին, կոտրել այն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում տուժած չկա։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վարորդը ենթարկվել է սթափության, փորձաքննության եղել է սթափ, թե ինչն է եղել վթարի պատճառը, դա պարզվում է։
Հոկտեմբերի 13-ին 20-ամյա Անդրանիկը Ինֆինիտիով Երևան-Սևանի Ջևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե տաղավարին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի բարեկները։ Վարորդը սթափ է եղել։ Եղանակը անձրևային է եղել հավանաբար եւ այդ ժամանակ էլ կառավարումը կորցրել է վարորդը։ Սա նախնական վարկած է։ Հոկտեմբերի 11-ին Չարենցհավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է եղել։ Վիրավորը ծայրահեղ ծանր տեղափոխվել է Չարենցհավան բժշկական կենտրոն, որտեղ էլ ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Չարենցհավանի բաժնի օպերատիվ խումբը, ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ ժամանալ են նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության աշխատակիցները վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ տեղում են նաև բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները գումարտակի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում ու դրսում տարբեր հատվածներում հայտնաբերել են առնանման հետքեր։ Հայտնաբերել են նաև ենթադրյալ Կասկադյալին, նա տեղափոխվել է ոստիկանության Չարենցհավանի բաժին։ Հավաքվածներն էլ նշել են, որ սպանվածը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի կնքահայրներ։ Հիշեցնենք, որ ողբերգական վթարը հոկտեմբերի 7-ին էր տեղի ունեցել։ Բախվել էին Զիլն ու Մերսեդեսը, Զիլի վարորդն ու Մերսեդեսի 20-ամյա ուղևորը տեղում մահացել էին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։